Առակներ 8. Իմաստության գովեստ։ Իմաստությունն ահականչում է և խոհեմությունը ձայն է տալիս։ Բարձունքների գլխին, փողոցների վրա, ճանապարհների խաչմերուկում կանգնած է։ Քաղաքի մուտքի դարպասների մոտ դռների մուտքին աղաղակում է. «Ձեզ եմ կանչում, ով մարդիկ, իմ ձայնը մարդկանց որդիներին է ուղղված։ Ով միամիտներ, խորագիտություն սովորեք, և ով անմիտներ, իմաստություն ունեցեք։ Լսեցեք, որովհետև ազնիվ բաներ եմ խոսելու, իմ շուրթունքներից ուղիղ խոսքեր են դուրս գալու, որովհետև իմ լեզուն ճշմարտությունն է ասելու, և իմ շուրթունքների համար անիրավությունը զզվելի է։ Բերանից բոլոր խոսքերն արդար են, նրանց մեջ խոտոր և ծուռ բան չկա։ Նրանք բոլորն էլ ուղիղ են ըմբռնողի և շիտակ են հասկացողների համար։ Իմ խրատն առեք և ոչ թե արծաթը, և գիտությունը, քան ընտիր ոսկին, որովհետև իմաստությունը գոհարներից էլ լավ է, և բոլոր ցանկալի բաները չեն կարող հավասարվել նրան։ Ես իմաստությունս բնակվում եմ խորագիտության հետ և գտել եմ խելամտության գիտությունը։ Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է։ Ես ատում եմ գոռոզությունն ու ամբարտավանությունը, չար ճանապարհն ու նենգավոր բերանը։ Իմն են խորհուրդն ու ողջամտությունը, ես եմ ըմբռնումը, զորությունն իմն է։ Թագավորներն ինձանով են թագավորում, իշխանավորները արդարության կանոններ հաստատում։ Ինձանով են իշխում իշխանները, ազնվականներն ու աշխարհի բոլոր արդար դատավորները։ Ես սիրում եմ ինձ սիրողներին, իսկ ինձ փտրողները կգտնեն ինձ։ Ինձ մոտ են հարստությունն ու պատիվը, մնայուն ստացվածքն ու արդարությունը։ Իմ պտուղն ընտիր ոսկուց էլ լավ է, մաքուր ոսկուց, իմ բերքերը ընտիր արծաթից։ Ես քայլում եմ արդարության ուղու մեջ և իրավունքի շավիղներում, որպեսզի ինձ սիրողներին հարստություն ժառանգեմ և նրանց գանձարանները լցնեմ։ Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին, իր վաղեմի գործերից առաջ։ Հավիտենությունից առաջ ես եմ հաստատվել, սկզբից, երկրի սկզբնավորումից առաջ։ Անդունները չեղած ծնվել եմ, ջրառատ աղբյուրները չեղած։ Սարերի հաստատումից առաջ, բլուրներից առաջ եմ ծնվել ես։ Նա դեռ չէր ստեղծել երկիրը, դաշտերը, աշխարհի սկզբնական շամանդաղները։ Ես այնտեղ էի, երբ նա երկինքն էր հաստատում, երբ անդունների մակերեսի վրա կամար էր գծում, երբ ընդացնում էր վերևի ամպերը, հաստատում էր անդունների աղբյուրները, երբ ծովի վրա նրա սահման էր դնում, որպեսզի ջրերը դուրս չգան իր հրամանից, ու երկրի հիմքն էր գցում։ Այն ժամանակ ես նրա մոտ ճարտարապետ էի և նրա ուրախությունն էի ամեն օր մշտապես զվարճանալով նրա առաջ։ Ուրախանում էի նրա բնակեցված երկրի վրա, և իմ ցնծությունը մարդկանց որդիների հետ էր։ Եվ հիմա, որդյակներ, լսեցեք ինձ, և երանի նրանց, որ պահում են իմ ճանապարհները։ Խրատ լսեցեք և իմաստուն եղեք ու մի անտեսեք։ Երանի այն մարդուն, որ լսում է ինձ, ամեն օր հսկում է իր դռների մոտ և պահպանում է իմ դռանների մուտքը, որովհետև ինձ գտնողը կյանք է գտել և Տիրոջից բարեհաճություն կստանա, սակայն իմ դեմ մեղանչողը իր հոգուն վնաս կտա։ Բոլոր ինձ ատողները մահն են սիրում։